Հույսը քրիստոնյայի հիմնական 3 առաքինություններից մեկն է։ Ինչպես Պողոս առաքյալն է ասում, կա հույսը, հավատը եւ սերը, եւ սրանցից մեծագույնը սերն է։ Հույսը դա այս 3 առաքինությունների միջի աղն է։ Նույնն է նաեւ մարդ Աստված հարաբերության մեջ։ Եթե մենք հույս չունենք, ապա մեր հավատքը կենդանի հավատ չի դառնում։ Քրիստոնեական հույսը երբեք չի ամաչեցնում։ Մենք ում վրա ենք հույսը դնում։ Նրան ում սիրում ենք, չէ՞։ Կյանքում կա իրական արժեք, այդ արժեք Քրիստոսն է։ Իր վարդապետությամբ, իր եկեղեցով շատ հանգիստ մի թեթև բան կարող է մարդուն հասցնել հուսահատության, շատ կարևոր է պահել քրիստոնեական հավատքը։ Բարև ձեզ։ Նոր հայացք հաղորդաշարի ընթացքում այսօր զրուցելու ենք հույսի մասին։ Մեր տաղավարում է Տեր Զաքարիա Քահանա Անանյանը։ Տեր հայր, շատ շնորհակալ ենք, որ այսօր եկել եք մեր տաղավար։ Տեր հայր, այս հաղորդմանը պատրաստվելիս կարդացի, որ հույսը լույս է հավիտենական խավարում։ Շատ գեղեցիկ ձևակերպում էր։ Ի վերջո ինչ է հույսը։ Հույսը քրիստոնյայի հիմնական 3 առաքինություններից մեկն է։ Ինչպես Պողոս առաքյալն է ասում, կա հույսը, հավատը եւ սերը, եւ սրանցից մեծագույնը սերն է։ Բայց մեծագույն լինելով հանդերձ, սիրո մեծագույն լինելով հանդերձ, երբեք չեն նվազում ոչ հույսը, ոչ հավատը։ Այս 3 առաքինություններն են, որ կազմում են հիմնական կմախքը ձևավորող քրիստոնյայի։ Եվ հույսը ի տեսակ կապ է հանդիսանում եւ հավատի եւ սիրո միջեւ։ Այս այլ կերպ ասած, պատկերավոր կերպով ասած, հույսը դա այս 3 առաքինությունների միջի աղն է, որ համոհոտ է տալիս մնացած եւ սիրուն եւ հավատին, որովհետեւ առանց հույսի սերը դառնում է ուղակի ժամանակավոր զգացմունք, իսկ հավատը դառնում է ուղակի ճանաչողական որևէ մի բան։ Եվ հույսն է, որ այս երկուսին կապում է միմյանց եւ համոհոտ է տալիս եւ հավատին եւ սիրուն։ Եվ իրապես, ինչպես ասացիք, հույսը լույս է հավիտենականության մեջ։ Հույսը դա այն պահող խարիցքն է քրիստոնյային, որ թույլ չի տալիս եւ ժամանակի մեջ եւ փորձությունների ընթացքում կորցնելու ինքն իր դեմքը, ինքն իրեն։ Եվ դա է, որ հենց լույս է կոչվում, որպես փարոս, հույսը փարոսի լույս է, որ քրիստոնյային տանում է դեպի Աստված։ Տեր հայր, իսկ առհասարակ խավարի մեջ հույս ինչպես կարելի է ունենալ։ Ինչպես խոսքի սկզբում ասացի, այս 3 առաքինություններն են հույսը, հավատը եւ սերը, որ խավարի մեջ ճիշտ ուղեցույցի պես քրիստոնեն տանում են։ Եվ սրանցից հույսը այն զգացումն է, որ խավարի մեջ քրիստոնյային փորձում է ճիշտ ուղղությամբ բերել։ Այն որպես զգացում հույսը քրիստոնյային ներշնչում է այն վստահությունը, որ այս խավարը ժամանակավոր է։ Ոչինչ, որ շուրջ բոլորդ խավար է, բայց եթե չկա այդ զգացումը հույսը, ապա ժամանակավորն անգամ կարող է հավիտենականություն թվալ։ Բայց մեր քրիստոնյաներիս համար հույսը հենց այն զգացումն է, որ վստահություն է ներշնչում, որ ոչինչ, որ թվացյալ խավար է շուրջ բոլորդ, բայց այն ժամանակավոր է, որովհետև ունենք մենք վստահություն եւ հավատ։ Տեր հայր, շարունակելով այս զրույցը, ինչ կարող ենք հավելել, ինչ է տալիս հույսը մարդուն, ինչքանով է կարևոր մարդու համար հույսը։ Հույսը նախ սկսենք, որ մարդ եւ Աստված հարաբերության մեջ շատ կարևոր է։ Անհատական հարաբերության մեջ, մարդ եւ Աստված հարաբերության մեջ հույսը կարևորագույններից մեկն է, որովհետեւ հույսն է, որ մարդուն անձնական հարաբերության մեջ մի պահ տեղափոխենք մարդ եւ մարդ հարաբերության մեջ, երբ չկա հույս, չկա նաեւ վստահություն։ Երբ մարդը զուտ որպես մարդ հույսը դնում է իր բարեկամի վրա, իր ընկերոջ վրա, ապա ակամայից ծնվում է վստահություն նաև մարդ վրա, չէ՞։ Եվ նույնն է նաև մարդ Աստված հարաբերության մեջ։ Եթե մենք հույս չունենք, ապա մեր հավատքը կենդանի հավատ չի դառնում, այլ մահանում է։ Եվ մեր գործերն էլ
առանց հույսի դառնում են ուղղակի երկերեսանիություն, կեղծավորություն։ Եվ հույսն է, որ այս ամենը կյանք է տալիս, ծաղկեցնում է, շունչ է տալիս եւ մեր հավատքին, եւ մեր սիրուն, եւ մեր սիրուց բխած գործերին։ Առանց հույսի չեմ կարծում, որ հավատքը դեպի Աստված ունենա իր դրսևորումը սիրո տեսքով, որտեղ մենք հույս ունենք, որ Աստված ըստ մեր գործերի պիտի գնահատի մեզ, ինչպես Քրիստոս ավետարանական առակների մեջ բազմաթիվ օրինակներով ցույց տվեց։ Եվ առանց հույսի մեր գործերն էլ, սիրուց բխած գործերն էլ անիմաստ են դառնում։ Ինչ իմաստ ունի, եթե դու հույս չունես, որ ըստ քո արած քայլի պատասխան քայլ պիտի ստանաս ոչ թե մարդկանցից, այլ Աստծուց։ Տերեր, իսկ քրիստոնյան ինչ տեսակ հույս պետք է ունենա, այսինքն որ դա ինքնախապեյության չտանի, էլի։ Քրիստոնեական հույսը երբեք չի ամաչեցնում։ Եվ ինքնախապեյության չի կարող տանել հույսը, եթե այն հիմնված է, այսպես ասած, սիրո վրա եւ հավատի վրա։ Ես ինչպես ասեցի, հույսը կենթանություն է տալիս, ծաղկեցնում է, շունչ է տալիս հավատին եւ սիրուն, բայց առանց այս երկուսի էլ հույսը ուղղակի իմաստ չունի, որովհետեւ այս երեքը միմյանց հետ շատ սերտ փոխ կապակցված են, մեկի մյուսին լրացնում է։ Մեր հույսը պիտի լինի նաեւ հիմնավորված հավատքի վրա, մեր հույսը պիտի նաեւ բխի սիրուց։ Մենք ում վրա ենք հույսը դնում, նրան ում սիրում ենք, չէ՞։ Մենք ում վրա ենք հույսը դնում, նրան ում հավատում ենք, ում վրա վստահ ենք։ Եվ այս երեքը միմյանց փոխ լրացնելով գալիս են սերտացնելու մարդ եւ Աստված հարաբերությունը, քրիստոնյայի եւ Աստծո հարաբերությունը, անձնական հարաբերությունը։ Եվ հենց հույսն է, որ մեզ ավելի է դնում շարժման մեջ, կենթանության մեջ, կենթանի հավատքից բխած գործերի մեջ։ Հույսն է, որ մեզ դրդում է շարժման դեպի գործեր եւ կարևորը սիրուց բխած գործեր, եւ որպես հավատքի վկայություն այդ գործերը, դեռ հավատն առանց գործերի մեռած է։ Բայց ինչ գործեր, սիրուց բխած գործեր, որպես ձևակերպումն այստեղ գալիս է հենց այդպես հավատքի դրսևորում սիրուց բխած գործերով։ Տեր հայր, եթե ամփոփենք ձեր խոսքը, ինչ է նշանակում ապրել հույսով։ Ապրել հույսով սա շարունակական գործընթաց է, որովհետև հույսն է, որ մեզ պահում է, այսպես ասած, որպես փրկողակ պահում է ջրի երեսին։ Առանց հույսի մենք ուղղակի խորտակվենք այս մանավանդ մեր օրերում, այս անհանգիստ ժամանակներում մենք ուղղակի պիտի խորտակվենք։ Պատկերավոր ասած, հույսը դա փրկողակն է, որ քրիստոնյային պահում է ջրի երեսին։ Եվ հակառակ երևույթը դա հուսահատությունն է, որ բոլորս էլ լավ տեսնում ենք դեպի ուր է տանում հուսահատությունը։ Ինչի կարող է հանգեցնել հուսահատությունը։ Հուսահատությունը կարող է հանգեցնել, որ ամենամեծ եւ ամենահաճախ մանավանդ մեր օրերում հանդիպող երևույթի ինքնասպանության։ Հուսահատությունը կարող է անգամ եթե ֆիզիկական մահի էլ չտանել, կարող է տանել հոգեվոր մահի։ Երբ մարդ ուղղակի ապրում է առանց իմաստ, առանց նպատակ։ Ֆիզիկապես կենդանի է, բայց հոգեպես մարդը մահացած է, որտեղ հույս չունի որևէ բանի։ Մահացած է, հույսը մեռած է իր մեջ։ Եվ հույսի հետ միանգամից մեռել է նաև հավատը, մեռել է սերը, եւ այդ մարդու մոտ չկա արժեք, իմաստ, նպատակ։ Զրոյացել է ամեն ինչ։ Դմանվել է ավելի շատ բույսի։ Ապրում է, բայց առանց հասկանալու, առանց իմաստ դնելու։ Տերեր, մենք սովորական մարդիկ ինչպես կարող ենք օգնել մարդուն, ով հույսը կորցրել է։ Մենք սովորական մարդիկս ինչպես բազմից եմ ես իմ խոսքերում նշել, առաջին հերթին մենք մեր օրինակով։ Անձնական քարոզությունը դա ամենամեծ քարոզությունն է, անձնական կյանքի օրինակը։ Դա ամենամեծ եւ ամենահաջողված քարոզությունն է։
Երբեմն կարող ես շատ սիրուն խոսել, բարձր բաներից խոսել, բայց երբեմն կարող ես ոչինչ չխոսել եւ քո անձնական օրինակով մարդուն ստիպել։ Ուղղակի ստիպել գալ քո ետևից, ցույց տալով, որ քո ապրած կյանքը, քո դավանած արժեքները ինչքան լավն են։ Անկախ նրանից, թե դու ինչքան բարձր բաներից ես խոսում կամ ինչ վարժ ես խոսում։ Դա մեկ։ Երբ մենք որպես քրիստոնյաներ մեր կյանքով, մեր գործով ցույց ենք տալիս, որ մեր հույսը Աստված է եւ այն երբևէ չի ամաչեցնում, արդեն ակամայից մարդուն ցույց ենք տալիս, որ իր համոզմունքների մեջ ինքը սխալ է։ Որտեղ շատ հաճախ հուսահատ մարդիկ բերում են այն արդարացում, որ ամեն ինչ սուտ է։ Եվ իրապես մարդիկ առաջին հայացքից ընկել են այդ համոզման մեջ, որ ոչ մի բան այս կյանքում իրական չէ։ Ոչ ընկերություն, ոչ սեր, ոչ մի բան։ Չգիտեմ, ինչ հանգամանքներում, բայց մարդ եկել է հասել այդ համոզման, որ կյանքում բոլոր արժեքները կեղծ են։ Բայց ահա գալիս է հասարակ մի բարեպաշտ քրիստոնյա եւ ցույց տալիս, որ ոչ սիրելիս։ Կյանքում կա իրական արժեք, այդ արժեք Քրիստոսն է։ Իր վարդապետությամբ, իր եկեղեցով, իր գործը շարունակող եկեղեցով։ Եվ երբ որ մենք կարողանանք մեր անձնական օրինակով ցույց տալ, որ այո, ինչ որ ասում ենք, դա իրական է, մենք էլ կոպես մարդ ենք, որ ապրել ենք այդ ամենը եւ ապրում ենք հույսով, հավատով եւ սիրով։ Եվ խնդրեմ քեզ օգնություն։ Առավել քան համոզված եմ, որ մարդը պիտի գա մեր հետևից տեսնելու եւ համոզվելու։ Սա կլինի ամենամեծ օգնությունը։ Տերեր, իսկ եկեղեցին հոգևոր կյանքը ինչպես կարող են օգնել մարդուն, որ հույսը չկորցնի։ Եկեղեցին եւ ընդհանրապես իր առաքելությամբ միտված է առաջին հերթին իր արժանի տեղում պահելու քրիստոնյայի մոտ հույսը եւ իր քարոզներով եւ իր ծիսակատարություններով, ժամերգություններով, պատարակներով միտված է մարդու մեջ արթուն պահելու հույսը։ Մենք քրիստոնյաներս միշտ հույս ունենք առաջին հերթին Քրիստոսի հետ հանդիպման։ Եվ մեր ամեն ինչը միտված է հենց դրան Քրիստոսի հետ հանդիպման հույսին։ Եթե չլինի այդ հույսը, ապա ինչ իմաստ ունի այն ամենը, ինչ որ որպես քրիստոնյաներ մենք անում ենք։ Թե եկեղեցում, որպես համայնքի անդամ, թե եկեղեցուց դուրս, որպես հասարակ քաղաքացիներ, քրիստոնյա քաղաքացիներ։ Ամեն ինչ միտված է հենց Քրիստոսի հետ հանդիպմանը, եւ մենք միշտ արթուն ենք պահում այդ հույսը եկեղեցուց ներս, որ պիտի գա այդ օրը, երբ մենք նորից պիտի հանդիպենք։ Տերեր, ճիշտ եմ ձեզ հասկանում, որ հույս ունենալը նաև մեզ ուժեղ է դարձնում եւ հակառակը հուսահատությունը մեզ թուլացնում է։ Ոչ միայն ուժեղ։ Դա ուղղակի մի փոքր հատվածն է ուժեղ ասվածը։ Հույս ունենալը մեզ ավելի վստահ է դարձնում։ Հույս ունենալը մեզ ավելի սիրառատ է դարձնում։ Որտեղ ինչպես ասեցի, այս ամենը բխում է հույսից, այն հույսից, որ մենք պիտի հանդիպենք Քրիստոսին։ Մի բան պատկերացրեք, որ դուք որպես զավակ պատրաստվում եք ձեր ծնողի հետ հանդիպմանը։ Երկար ժամանակ չեք հանդիպել իրեն։ Ինչպես կպատրաստվեք։ Սպասում եք, որ ձեր ծնողը ձեզ պիտի հյուր գա լավ, այսպես ասենք։ Ինչպես կպատրաստվեք։ Ամենաիդեալական ձևով, չէ՞։ Այո։ Տունը պիտի մաքրեք, ամենահամեղ բաները պիտի պատրաստեք։ Ինչի համար։ Այն հույսով, որ պիտի գնահատի, չէ՞ ձեր ծնողը։ Այո։ Գովասանքի խոսքերի արժանացնի։ Եվ նույնն է նաև բարական քրիստոնյայի հույսը հենց դա է, որ քրիստոնյան ստիպում է լավագույնս պատրաստվել այդ հանդիպմանը։ Եվ իր անձնական կյանքով եւ իր անձնական գործերով հենց դա է, որ ստիպում է եւ ուժեղ լինել, եւ վստահ լինել, եւ սիրով լցված ամեն ինչ անել գործերի առումով։
Տերեր, հատկապես այս խառը իրավիճակում դժվար ժամանակներում, երբ մարդիկ հասկանում են, որ իրենց հույսը կորցրել են, ինչից սկսեն, որպեսզի Գիտեք, մի քիչ դժվար բան է, երբ մարդ հույսը կորցրել է, ինքն նորից վերագտնի հույսը։ Սա երբ մարդ հույսը կորցնում է, ինչպես ասացի, իր մոտ ամեն ինչ զրոյանում է։ Եվ շատ մեծ կամքի ուժ է պետք, որ մարդը նորից սկսի վերագտնել կամ գոնե գնալ այդ ուղղությամբ հույսը վերագտնելու։ Առանց աջակցության շատ դժվար է։ Եվ այս խառը ժամանակներում, երբ շատ հանգիստ մի թեթև բան կարող է մարդուն հասցնել հուսահատության, շատ կարևոր է պահել քրիստոնեական հավատքը։ Դեռ հավատքն է, որ, ինչպես ասեցի, հույսի պարագային նույնպես փրկողակ է։ Այսինքն կապը եկեղեցու հետ եւ եկեղեցու միջոցով կապը Քրիստոսի հետ։ Սա հենց այնպես չի։ Մանավանդ մեր օրերում, երբ ինչպես տեսնում ենք, ոչ միայն մեր այլ ամբողջ իրականության մեջ ակտիվ պայքար կա հավատքի դեմ։ Բոլորովին պատահական չէ դա։ Մարդկության պատմության համենայն դեպս վերջին 100 տարվա ընթացքում իզուր չէ, որ մարդկությունը գնում է դեպի հավատքի վերանայման, վերախմբագրման ուղղությամբ, որովհետև հավատքն է, որ մարդու մի տեսակ արգելապատնեշն է, որ չի թողում այդ արգելապատնեշից այն կողմ հասնել հուսահատության։ Բայց այսօր կարծես մի տեսակ այդ արգելապատնեշը կամաց ցածրացնում է, որպեսզի հեշտ լինի հասնել այդ արգելապատնեշը։ Բայց հավատքն է, որ պահում է մարդուն չհասնելու հուսահատության։ Մանավանդ մեր օրերում, երբ ժամանակը խելահեղ արագությամբ է ընթանում, ինֆորմացիան գլխակորույս կերպով լցվում է քրիստոնյայի, չգիտեմ, կյանքից ներս, ընտանիքից ներս, եւ այդ ամենի մեջ շատ հեշտ է կորցնել ինքդ քեզ, կորցնել քո դիմագիծը եւ այդ ամենի արդյունքում կորցնել նաեւ հույսը, ընդունել այդ կեղծ արժեքները, որոնք քեզ բերում են հասցնում են նրան, որ այո, աշխարհում ամեն ինչ սուտ է, չկա անկեղծ սեր, չկա անկեղծ ընկերություն, չկա անկեղծ, չգիտեմ, վստահություն։ Եվ ամենի արդյունքում ստացվում է, որ զրոյանում է ամեն արժեք, ամեն գաղափար։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Ես հիշեցնեմ, որ նոր հայացք հաղորդաշարի ընթացքում զրուցում էինք հույսի մասին։